Մենք արդեն դիտարկեցինք բոլոր ֆոնային հատկությունները, այժմ ֆոնային հատկությունը արդեն կգրենք կարճ գրելաձևի միջոցով։ Դրա համար հարկավոր է նշել միայն background որպես հատկություն և նրա հատկության արժեքները ըստ հերթականության։ Պարտադիր է նշել կամ գույնը, այսինքն background color, կամ background image, պատկերը, կամ երկուսը միասին, օրինակ եթե պատկերը չբեռնվի բրաուզերի կողմից, կցուցադրվի գույնը ֆոնային, իսկ մնացածը արդեն պարտադիր չէ՝ background repeat, background attachment, background position և կծանոթանանք նաև այս վերջին background size հատկությանը։ Մեզ մոտ փորձենք հենց այս wrapper ID ունեցող թեգի ֆոնային հատկությունները գրել կարճ գրելաձևի միջոցով։ Background և ըստ հերթականության առաջին արժեքը պետք է լինի background image, երկրորդ արժեքը no repeat, երրորդ արժեքը պետք է լինի background attachment հատկության արժեքը fixed և չորրորդը background position հատկության արժեքը։ Սրանք կարող ենք արդեն մաքրել և դիտենք բրաուզերում։ Մենք տեսնում ենք, որ մեզ մոտ ամեն ինչ անփոփոխ է։ Եվ այժմ դիտարկենք նաև background size հատկությունը։ Մեր պատկերը ունի 33 փիքսել լայնություն և 171 փիքսել բարձրություն։ Մենք background size հատկությունը կարող ենք նշել այս եղանակով։ Սրանք background position հատկության արժեքներն են 0.161 փիքսել, այստեղ հարկավոր է գրել slash և գրել մեզ անհրաժեշտ չափսը, ենթադրենք գրենք 20 փիքսել, դիտենք այն բրաուզերում և տեսնում ենք, որ մեր ֆոնային պատկերի լայնությունը դարձել է 20 փիքսել, բայց այս հատկությունը կիրառվում է ոչ այդքան հաճախ, ես այն մաքրում եմ և ընդհանուր առմամբ հենց սա է ֆոնային հատկության կարճ գրելաձևը, բայց ամեն դեպքում խորհուրդ կտամ սկզբնական հատվածում գրել առանձին background color, background image, background repeat և այլն, հետո ընթացքում երբ որ արդեն վարժվեք, կարող եք գրել կարճ գրելաձևի միջոցով։ Այսքանով ավարտում ենք ֆոնային պատկերների թեման, ես պահպանում եմ այս ֆայլը և շարժվում ենք առաջ։